գրավոր այս առաջարկը գցեր, ես իհարկե ավելի հիմնավորված խոսեի կետարկետ ինչ ասեց պարոն Պետրոսյանը։ Եթե ես ճիշտ հասկացա, դուք ուզում եք ասել կան ինչ-որ անում է տարածքային կառավարման նախարարությունը կամ մարզպետարանները, տարածքային կառավարման նախարարությունը ավելի շուտ բերում եք ձեր լիազորության տակ։ Տարածքային կառավարման նախարարությունը եւ մարզպետարանները, դուք էլ մարզպետ եք եղել։ Կառավարման օրինականություն չի վերահսկում։ Օրինակ կա իրավական եւ մասնագիտական հսկողություն, որը հստակ սահմանվում է ինչ է նշանակում։ Իրավական եւ մասնագիտական հսկողությունը հասկանալի է, կառավարման օրինականությունը հասկանալի չի։ Տիկին Վարդանյանը ճիշտ ասեց կա։ Միջոցների ծախսման օրինականության նկատմամբ հսկողություն, լավ, միջոցների ծախսման օրինականությունը գնումների տեսքով օրինակը, դա հասկանալի է, բայց միջոցների կառավարման օրինականությունը կամ մրցույթի կառավարման օրինականությունը խրթին է։ Երկրորդը, ասում եք օրինականություն բառը, եզրույթը ամեն օրենքում ունի իր նշանակությունն, իր իմաստ, եւ հետեւաբար այդ իմաստով է սահմանվում։ Գիտես որևէ մեկը լսել է, որ ասի օրինակ որևէ այլ խնդիր, լավ, ընդհանրենք կողոպուտ քրեական օրենսգրքի իմաստով կամ կողոպուտ, չգիտեմ, այլ օրենքի իմաստով։ Կամ հիմնական միջոցներ այս օրենքի իմաստով, հիմնական միջոցներ այն օրենքի իմաստով։ Եզրույթը պետք է մի անգամ սահմանվի, այլ ոչ թե ամեն օրենքում ունենա իր սպეციფիկ նշանակությունը։ Հիմա հանրային միջոցների նկատմամբ վերահսկողություն, հասկանալի է հանրային միջոցները, եթե նկատի ունենք պետական բյուջեի, դա մի բան է, բայց ես ինչ եմ ուզում ասեմ, նաև այդ խարծերում այդ ամեն ինչ է նշված։ Եվ մեր օրենքի նկատմամբ եվրոպական Կորլեափի եզակայության մեջ է հստակ նշված, որ մեր մոտ այդ ամեն ինչը որ կա, համապատասխանում է խարծերին, ձեր փոփոխությունը համապատասխանությունից հանում է այդ ամեն ինչ։ Սա հանրային միջոց է, պետական միջոց է, համանքային միջոց է։ Եթե դուք առաջնորդվում եք, որ ամեն կոպեկ, որը ծախսվում է, ոչ թե երբ արդեն կա կոռուպցիոն ինչ-որ հանցանք, որպեսզի գան իրավապահ մարմինները հսկեն, այլ ցանկացած միջոցի կառավարման արդյունավետությունը պետք է վերահսկվի, դեպքում սեփական միջոցների վրա ինչի՞ սա չեք տարածում։ Որովհետև հասկանում եք, որ սեփական միջոց եւ սուբվենցիան տարբեր տրամաբանություն ունեն։ Դոտացիան նույն տրամաբանության մեջ է մտնում։ Չէ, դոտացիայի տարբերությունը սուբվենցիայից եւ սեփական միջոցից կարճ ասած ո՞նց կբնութագրենք, բացի իրավական սահմանումները։ Դոտացիան ծախսվում է, տնօրինվում է ճիշտ այնպես, ինչպես սեփական միջոցը։ Եթե տենց եք անում, ուրեմն ամբողջ տրամաբանությունը տարածեք նաեւ սեփական միջոցների վրա։ Ես կարծում եմ վերջի դա Պարոն Խաչատրյան, դա հարց էր։ ինչու՞ չէ։ Շնորհակալություն։